Հայաստանը շուտով կհատի $1 միլիոն շեմը Մետայի հարթակներում քաղաքական, սոցիալական և ընտրական բնույթի գովազդների շրջանակում։ Սա Մետայի գովազդային բազայի հաշվետվությունն է 2022-ից մինչև 2026-ի տվյալներով։ Մինչև այս տարվա հունվար ծախսված գումարը մոտ $200,000 է եղել։ Ստացվում է, որ միայն վերջին 5 ամսում ծախսվել է շուրջ $800,000։ Ակտիվությունը նկատվել է խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, նշում է Cyber-Hub-ի փորձագետը, ներկայացնում վերջին 90 օրվա տվյալները։ Հեչ պարտադիր չի, որ սրանք լինեն քաղաքական կուսակցություններ։ Կարող է որևէ լրատվամիջոց է քաղաքական գովազդանում, որևէ հանրային իր էջով գովազդանում, այստեղ մենք տեսնում ենք ծախսված գումարի չափը եւ տեսնում ենք գովազդների քանակը, որոնց վրա ծախսվել է այդ գումարը։ Մեզ մոտ առաջին տեղում Ուժեղ Հայաստանն է, հետո Քաղաքացիական պայմանագիրը, հետո Ռոբերտ Քոչարյանը, Լուսավոր Հայաստան, ու այդպես ներքև։ Հունիսի 2-ի դրությամբ վերջին 90 օրվա ընթացքում Ուժեղ Հայաստանը Մետայում գովազդ տեղադրելու համար $289,755 է տրամադրել։ Առանձին $14,925 էլ այս ուժը ծախսել է երիտասարդական կառույցի էջով գովազդ տարածելու համար, եւս $10,561 էլ Սամվել Կարապետյանի էջով։ Հաջորդիվ Քաղաքացիական պայմանագիրն է $70,791 ծախսով, այնուհետև Ռոբերտ Քոչարյանը $70,372-ով։ Առանձին տողով Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը ծախսել է $16,990։ Մետայի տիրույթում են Facebook-ը, Instagram-ը, Threads-ը, WhatsApp-ն ու Messenger-ը։ Որքանով որ ես ուսումնասիրել եմ, գովազդների մեծ մասը թիրախավորում են բոլորին եւ ամենուր, Հայաստանի բոլոր մարզերում, տարիքային բոլոր շեմերին, այսինքն քիչ հավանական եմ համարում, որ շատ մասնագիտական թիրախավորում են արել գովազդի միջոցով եւ ենթադրում եմ, եթե այդպես է, ապա այդ գովազդները նաեւ պաումալչանյու, լրելյային նաեւ եղել են Facebook-ում, Instagram-ում ու Messenger-ում հիմնականում, ուրիշ բան, եթե իրանք առանձին ավելի թիրախային նաև Threads-ը, WhatsApp-ը օգտագործեին որպես գովազդի տիրույթներ։ Ծախսած գումարների չափով չի զիջում նաև Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանը։ Մետային տրամադրվել է $20,729։ Արման Թաթոյանի Միասնության թևերը գովազդի համար ծախսել է $14,052։ Քաղաքական ուժերից հաջորդը Հանրապետություն կուսակցությունն է $7,175 ծախսով։ Իսկ ինչ գովազդներ են տեղադրել քաղաքական ուժերը։ Որքանով որ ես եմ ուսումնասիրել զուտ ապատեղեկատվության, պրոպագանդայի տեսակետից նաև իմ աշխատանքից ելնելով, շատ են հանդիպում արհեստական բանականությամբ գեներացված գովազդները, ընտրողներին թիրախավորող էմոցիոնալ առումով վախերը, տրավմաները մարդկանց թիրախավորող գովազդները ու ակնհայտ է դառնում, որ մենք որ միշտ մոնիտորինգ ենք անում տեղեկատվական դաշտը հասկանալու համար, տեսնում ենք, որ ավելի շատ աղմուկի մանիպուլյացիայի հետ գործ ունենք։ Ըստ փորձագետի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերն ավելի շատ միմյանց վարկաբեկող գովազդներ են միացնում, ոչ թե սեփական նախագծերը ներկայացնող։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։